Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, սկզբի համար կցանկանամ ձեր գնահատականը հնչեցնեք այսպես կոչված խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի շուրջ։ Հայաստանն ասում է, որ ավարտվել են բանակցությունները, պատրաստ են արդեն բանակցել ստորագրման տեղի, ժամի հետ կապված, իսկ Ադրբեջանը անընդհատ նոր պահանջներ է հնչեցնում։ Հնարավոր է արդյոք ստորագրել այս պայմանագիրը եւ որքան այն կենսունակ կարող է լինել։ Նախ այդ պայմանագրի, այսպես կամ համաձայնության մասին օրերս ամիջապես դրա մասին տեղեկություն լինելուն պես Հայ-Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել եւ այնտեղ եւ կա մեր քաղաքական ուժի գնահատականը այդ առնչությամբ եւ նաեւ այն բոլոր մտահոգությունները, որոնք կարծում եմ նաեւ բազմաթիվ մեր քաղաքացիներ կիսում են։ Իսկ իրականում եթե ամփոփ ասենք, նախ այդ փաստաթուղթը չկա, որ մենք կարդանք եւ մանրամասն տեղեկություն ունենանք, բայց խոսույթից, երկկողմանի խոսույթից ի դեպ շատ հստակ բարձ է դառնում, որ դա ոչ թե խաղաղության մասին համաձայնություն է, այլ միակողմանի զիջումների պարտադրանքի արձանագրություն, փուլային զիջումների եւ այո, իրականում միակողմանի որևէ զիջում նշանակում է, որ չկա այդտեղ փոխհմբռնում շահերի, ինչքան էլ դրա մասին խոսեն, փոխհամաձայնեցված շահերի առանցք, հետեւաբար այդ փաստաթուղթը որևէ կերպ իրական խաղաղության մասին չի, հակառակը։ Սա իմ խորին համոզմամբ այս գործընթացը նաեւ, այս գործընթացի հետևանքով նաեւ Հայաստանի Հանրապետությունը ամեն հաջորդ քայլին եւ փուլին կորցնում է իրական խաղաղության իր խաղաքարտերից կարևորներից մեկը եւ ամեն հաջորդ անգամ կորցնելով նման հնարավորություն եւ այսպես բանակցային նաեւ այսպես խաղաքարտ դու ավելի շատ մոտեցնում ես պատերազմը, քան խաղաղությունը, որովհետեւ ինչ որ մի պահի վստահաբար գալու է մի կետ, որի զիջումը նշանակելու է ինքնության զիջում, գոյաբանական կարևոր այսպես հարցերի զիջում, ինքնիշխանության վերջնական հնարավորության զիջում, իսկ դա այո ի վերջո բերելու է անխուսափելիորեն բերելու է հակամարտության պատերազմը։ Սա ակնհայտ է եւ այո մեր հանրությունը պետք է իմանա, որ այդ փաստաթղթերի վրա ինչ էլ ուզում են գրեն, ինչքան գեղեցիկ բառեր եւ այլն, գործընթացը տանում է անխուսափելի պատերազմի եւ դրա մասին ամենալավը գիտեն հենց այսօրվա բանակցողները։ Անունն է միայն խաղաղություն փաստորեն մոտ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, պահանջելով չեղարկել 2026 թվականից գույքահարկի կտրուկ բարձրացումը։ Ինչու եք նման նախագիծ ներկայացրել, ինչ հիմնավորումով եւ առհասարակ ինչի կհանգեցնի գույքահարկի բարձրացումը։ Տեսեք, դրա մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք եւ իրականում այն նպատակը իբրև թե որը դրված էր այս կարգավորման հիմքում բացարձակ կապ չունի առաջարկվող այդ փոփոխություններին, որը մեծամասնությունը իշխանական ընդունեց։ Ինչ էր սա նշանակում, նախ անցում էին կատարում գույքահարկի կադաստրային արժեքից շուկայական մոտարկված արժեքի, կարճ ասած գույքահարկի հիմքում պետք է դրված լիներ իբրև թե շուկայական արժեքը տվյալ գույքի, սա մեկ, երկրորդը շեշտակի բարձրացվում էր գույքահարկի դրույքաչափը պատիկներով, գույքահարկը պատիկներով շարքային քաղաքացու համար ավելանում էր, հատկապես Երևան քաղաքի այսպես կենտրոնի եւ նաեւ փոքր եւ մեծ կենտրոնի մեր բնակչության համար եւ որպեսզի փորձեն դա ներդնեն, դա փուլային էին անում, սկզբից 25%, հետո 50%, այդ ամբողջ գույքահարկ, հետո այս արդեն տարի 75%, հաջորդ տարի եւս ավելանալու է 25%-ով այդ դրույքաչափը
իրականում մոտ 50%-ով գույքահարկի արժեքը 26 թվականին, մենք ասում ենք գոնե այս վերջին ավելացումից հետո հետագայում չավելանա, այսպես ասենք, սովորական քաղաքացիների գույքահարկը, իսկ իրենք ասում էին, որ մենք համահարթեցրել ենք եկամտահարկը, ինչը շատ սխալ եւ հակասոցիալական էր, այսինքն միլիոնավոր դրամի եկամուտ ունեցողի եւ աշխատող աղքատի եկամտահարկի դրույքաչափ իրենք հավասարեցրել են եւ դա 2020 թվականից դրա մասին բազմիցս առիթ ունեցել են խոսելու։ Հիմա դրա փոխարեն իբրև բերում էին սոցիալական կոմպոնենտ, այսինքն հարկենք գույքը, շատ հարկենք գույքը, այսինքն իրենց նպատակը ի սկզբանե պրոգրեսիվ հարկելով, ուրեմն այսպես մեծ հարկեր դնենք գույքի նկատմամբ եւ փորձենք սոցիալական արդարությունը վերականգնենք։ Բայց իրենք այսպես պերճանքի հարկման փոխարեն, թանկարժեք գույքի հարկման փոխարեն հարկային բեռը շեշտակի ավելացրին սովորական քաղաքացու համար։ Հիմա եթե օրինակով ասենք կենտրոնում բնակվող քաղաքացին 2-3 սենյականություն բնակվող քաղաքացին, օրինակ վերցնենք տարեց քաղաքացին թոշակառու, որ այդ գույքը ժառանգել է պապենական եւ ապրում է, հիմա կլինի արվեստագետ, ուսուցիչ, թե ծառայող, որը այս երկրի համար նաեւ տասնյակ տարիներ աշխատել եւ արժեք է ստեղծել, հիմա ստանում է ենթադրենք միջին թոշակ, ունի 20-30 տարվա ավել ստաժ։ Ես մի օրինակով, այսինքն այդ մարդու թոշակը տարվա հազիվ բավականացնելու է այդ բնակարանի գույքահարկը վճարելու համար։ Մասը ոնց կարող արդար համարվի։ Այսինքն դու տալիս ես թոշակ, քաղաքացին նոր գույք չի ձեռք բերել, այդ իր պապենական տունն է, ժառանգած, ապրում է այդտեղ, եւ դու իրեն դնում ես մի հարկային քաղաքականությամբ, որ իրականացրել ես, դու իրեն դնում ես հետևյալ պարզ երկընտրանքի առջև կամ դիվաճառես գույքը, որովհետև եթե թոշակառու է, մենք լավ գիտենք, որ այսօր միջին թոշակը նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր։ Եթե ասում ես, ասենք օրինակ տարեկան 600,000 ես գույքի համար պիտի բերես հարկ վճարես, ակնհայտ է, որ այդ մարդը տիրը գույքը վաճառի եւ իրանք հենց այդպես էլ ասում են, չես կարողանում վճարել գույքարկը, վաճառի գույքը գնա մեկ այլ տեղ ապրի։ Գնա ծայրամասեր, ծայրամասերից էլ հեսակասեն գնացեք մարզեր։ Բայց միջավայրը, տեսեք, իրենց մտածելակերպը թափառաշրջիկի մտածելակերպ է եւ իրենց հատուկ է դա։ Բայց այդ մարդկանց մեր քաղաքացիներին այդ մտածելակերպը հատուկ չի, որտեղ տունը միայն 4 պատ չի, որտեղ տանիք կա եւ կարելի ապրել։ Այդտեղ հիշողություններ են, մարդկանց մանկությունն է ապրել, անցել, իրենց միջավայրն է այդտեղ, իրենց միջավայրը եւ հայրենիքը նաեւ դրանով արտահայտվում, բակով, իր ապրած տնով, իր հարևանների այդ շփումներով եւ այլն, եւ այո, հայրենազրկումը ինչ է, որ այս մարդկանց համար սովորական վարքագիծ եւ ասում են հիմա ինչ ա եղել, գնա ուրիշ տեղ ապրի եւ այնտեղ ապրի, որտեղ կարող ես քո գույքահարկը վճարես։ Ինչ արեցին իրականում, հա, այս շեշտակի բարձրացնելով ամեն տարի այսպես 50%-ով գույքահարկը ավելացնելով ոչ թե իրական հասան նրան, որ թանկարժեք, գերթանկարժեք գույքերը պետք է հարկվի, այդ թվում նաև իրենց նոր ձեռք բերված 200 միլիոն դրամից ավել գույքը, իսկ այսօրվա շուկայական արժեքով այդ մոտավորապես պատկերացրիք 2-3 սենյականոց բնակարան կենտրոնում, դրանից հետո էլ չի ավելանում գույքահարկի դրույքաչափը, բայց իրականում հենց այդտեղ պետք է ավելանար։ Ծանրության կենտրոնը գույքահարկի հենց այդտեղ պետք է լիներ։ 500 միլիոն դրամանոց, 1 միլիարդ դրամանոց գույքերից պետք է էապես բարձր թռիչքաձև ավել, այո, եւ դա կլներ պերճանքի հարկում, եւ դա այո կլներ սոցիալապես արդար, ոչ թե մինչև 200 միլիոն դրամանոց գույքեր, ես արդեն ասացի, որ այդտեղ կան նաեւ գույքեր, որոնք որ իրականում տարիներ շարունակ այդ մարդիկ, այսինքն նաեւ այդտեղ ապրող մարդիկ հազիվ գոյատևում են եւ հարկային բեռ այդտեղ ավելացնելը ուղղակի որևէ կապ չունի սոցիալական արդարության հետ, ճիշտ հակառակը։ Հանեցին նաեւ չհարկվող շեմը,
Այդ չհարկվող շեմի մեջ է այն սոցիալական բաղադրիչը։ Այսինքն մարդիկ, ովքեր ունեն ցածրարժեք գույքեր, այսինքն օրինակ ապրում են մի բնակարանում, որը ենթադրենք 15-20-25 միլիոն դրամ արժի, այդտեղ պետք է ընդհանրապես պետությունը զրոյական հարկում ունենա, որովհետև այո, ցածրարժեք գույք ունեցող եւ այդտեղ ապրող մարդը նշանակում է, որ նաեւ որոշակի սոցիալական խմբի է պատկանում ցածր եկամուտ ունեցող։ Այսինքն մի կողմից դու հանում ես չհարկվող շեմը, մյուս կողմից գույքահարկի այսպես սահմանը, վերին սահմանը պրոգրեսիվ դնում ես 200 միլիոնը, որը միջին արժեք գույք է, հետեւաբար դու դրանով թանկարժեք գույքը հարկը ավելացնելու փոխարեն գույքահարկի բեռը բերում կրկնապատկում, եռապատկում եւ դնում ես շարքային քաղաքացիների վրա, որոնք առանց այն էլ 60%-ը մեր քաղաքացիների չափավոր աղքատ է։ Եվ սա են արել, իսկ մենք առաջարկում ենք, որ գոնե երկու բան, նախ առաջինը մինչև 200 միլիոն այդ միջին եւ ցածրարժեք գույքի համար էլ ավելացում չլինի հաջորդ տարվանից, այդ եղածը գոնե այդքան ավելացումը, որը կրկնակից ավելացումը, սա էլ չաճի, եւ երկրորդը աճի իրապես բարձրաժեք գույքի գույքահարկը, այո, եւ հաջորդ տարի եւ ընդհանրապես, եւ այո, շեմը չպետք է ավարտվի 200 միլիոնով, որովհետեւ թանկարժեք գույքերը այսօրվա շուկայական արժեքի, դրանք միլիարդավոր դրամի գույքեր են, եւ այո, դրանք այդ գույքերը այդ իրենք ասում են իբրև սոցիալապես խնդիր ենք լուծում, բան թանկարժեք, հա, հարուստից վերցնում, տալիս ենք աղքատին, չէ, սա է, չէ, իրանց այդ պոպուլիստական մղումը։ Իրականում այդպես չեն անում։ Մենք ենք ասում հենց այդպես է պետք անել, եւ այո 500 միլիոն դրամանոց գույքը պետք է այո, եթե անհրաժեշտ է 10 անգամ կամ 20 անգամ ավել հարկ վճարի, հա, շատից շատ, քիչից քիչ սկզբունքով, քան օրինակ ցածրարժեք գույքը, որ ընդհանրապես պետք է զրոյական հարկի եւ չհարկվող շեմ դրվի։ Սա է մեր առաջարկած ուրեմն մոտեցումը, որը իրապես սոցիալական կոմպոնենտ ունի եւ այո իրապես հենց այն նպատակին կծառայեր, որը իրենք հնչեցրել են, բայց ճիշտ հակառակն արել։ Եվ նախագիծը մերժեցին բնականաբար, որովհետեւ հիմա այդ երկրորդ խնդիրներ կա, լավորից չի, ամեն նախագիծ իրենք որ բերում են, հիմնականում ցածր եկամուտ ունեցողների վրա հարկային բեռ ավելացնելու, փոքր ու միջին բիզնեսին այսպես խեղտամահ անելու ճանապարհով հարկ թերթելու նախագծեր են դրանք, որովհետև արդեն պատը վերջացել է, ինչպես հայտնի սիտկոմն են ասում, այսինքն ռուս-ուկրաինական պատերազմի դրական արդյունքներով տնտեսական այլևս բարձր տնտեսական աճեր չկան, անցած տարի 230 միլիարդ դրամի կարգի թերահավաքում եղավ հարկային, չկարողացան հարկեր հավաքեն, ինչքան էլ փոխեցին հարկայինի պետին կամ չգիտեմ հյուսին, բայց դա ակնհայտ է, իրենք ամենալավը գիտեն, որ չեն կարողանալու այն հարկային մուտքերը, որ դրված է պետական բյուջեի հիմքում այս տարվա հավաքագրեն, հետեւաբար այդ իրենց պոպուլիստական խոստումները չեն կարողանալու կատարել, նույնիսկ մեծ դժվարություններ են ունենալու նվազագույն ընթացիկ սոցիալական ծախսեր անելու վերաբերյալ եւ դրա համար հիմա հարկային տերորի գործադրումներ, հարկային բեռի շեշտակի ավելացում, իսկ որտեղ անեն, որ ավելի այսպես հարմար լինի բնական է իրենց հին ու նոր սրտի օլիգարխների շրջանում չեն անելու եւ իրապես թանկարժեք գույքերը հարկելու փոխարեն եւ խոշոր բիզնեսն ու գերշահույթները հարկելու փոխարեն եկել ընկել են ժողովրդի լեզվով ասած սովորական քաղաքացիների աշխատող աղքատների թոշակառուների այսպես գրպանի ջանին եւ այսպես փորձում են կեղեքել։ Սա է իրականությունը եւ սա է իրական պատկերը այս իշխանության։
Ինչ եք կարծում, այդ սովորական քաղաքացին ըստ ձեզ բավարար չափով տեղեկացված է, թե ինչ բեռ է իր վրա ավելանում։ Դե տեղեկացված են, շատերը չեն էլ վճարում այդ գույքահարկը, մտածելով, որ այսպես այդ որ ճիշտ ասենք խորհրդային նույնիսկ ժամանակահատվածից սկսած, այսպես գույքահարկի պարտավորություններ մարդիկ չեն անում, դա վրա է հասնում, երբ որ գույքը վաճառում են, այդ ժամանակ հաստի առջև են կանգնում։ Իհարկե տեղեկացված չեն այն ամեն, որովհետև այսօրվա իշխանությունը իր քարոզչա մեքենայով մի օր ասում է հարկատուն հերոսը, հաջորդ օրը նույն հարկատուին, այդ հերոս հարկատուին բռնում կեղեքում են, համարում են, ասում են տուգանքի մատերիալ չի քաղաքացին, բայց բոլոր նախագծերը, որ բերում են, որոնց ես անդրադառնում եւ քննադատում եմ, դրանց հիմքում հենց այդ վարկագիծն է դրված, հենց այդ սկզբունքը, որ քաղաքացուն դիտարկում են որպես տուգանքի մատերիալ, եւ վերջին հաշվով ես ասեմ, որ նաեւ եթե վերադառնանք նորից այդ գույքահարկին, այդտեղ նույնիսկ այն շուկայական արժեքի հաշվարկն է խեղաթյուրված, այսինքն անունը դրել են շուկայական, բայց իրենք էլ ընդունում են, որ գույքեր կան այդտեղ, որոնց արժեքը, որ հիմա հարկի հիմքում է դրված, ասենք այդ գույքի արժեքը ենթադրենք 50 միլիոն դրամ, հա, դա իրական շուկայական արժեքը պատիկներով ավելի պակաս է, եւ կա հակառակը, այսինքն այն բանաձև, որ դրել են, դա կապ չունի շուկայական արժեքի իրական որոշման հետ, բազմաթիվ խնդիրներ կա, բայց իրենց ինչ, քար են գցել ձեռքները ցավի, քաղաքացին է, հիմա էսա շուկայական արժեքը քո գույքի, մենք հաշվել ենք, գնա վճարի, հիմա քանի մարդ գիտի իր տանգինը, իրական շուկայական, կամ հետաքրքրվում է, ասենք դրանով եւ այլն։ Ինչ ուզում անում են, թուղթն իրենց ձեռքն է, գրիչն իրենց ձեռքը, ուզում են մի կողմից հարկ են ավելացնում, այս մյուս կողմից արտոնություն են վերացնում փոքր բիզնեսի, բայց հետո վերջում ճարպկորեն կարողանում են պոպուլիստական եղանակով մարդկանց սիրաշահել, քծնել, այսպես ինչ-որ հուզական բաներ առաջացնել, նախկինների գրպանը գցելով։ Դե վերջը, հա, դա ավելի շատ ոչ թե քրիստոնեական մոտեցում է, այլ ճիշտ հակառակը, այլ կրողների չեմ ուզում դրանց անդրադառնամ, այդ վերաբերմունքը մի բան մտածել հակառակն անել եւ այսպես դա բոլորովին հարիրել չի նույնիսկ մեր քրիստոնեական արժեքներին, էլ չասեմ մեր ուրեմն տեսակին եւ մեր ժողովրդին։ Կառավարությունը դեմ էր ձեր ներկայացրած նախագծին, ասում էր, բա որ չավելացնենք, բա ասֆալտ ոնց անենք, բա ֆինանսական կարողությունները որտեղից լինեն։ Դե միշտ տենց են անում, բնական է, ոչ են ասելու ավելացնում ենք, որ պարտեվավճարներն ավելացնենք, մեր ավտոմեքենաների պարկը թարմացնենք, չգիտեմ, մեր գործուղումների վրա անիմաստ ծախսեր անենք, ոչ են ասելու, որ այսինքն այդ ուրեմն պետական նաև գնումներով իրենց շրջապատի եւ իրենց ընտանիքի անդամներու օլիգարխների շահույթները դառնան գերշահույթներ, ոչ չեն իրականությունն ասել, իրականությունը որ ասեն, բա հետո ինչ անեն, իրանք պետք է ինքնա այսպես խարազանվեն, եթե այդ ամբողջը ճիշտ ասեն, դե ասում են, դա գնում դպրոց են նկարում, մի հատ դպրոց նկարում հաջորդ օրը այդ բնակչության հարկային բեռն են ավելացնում, ասում են սրանով մենք պետք է կառուցենք եւ այլն, բա լավ, էլի կառուցեք, էլի հարկեր հավաքեք, բայց այդ հարկերը պետք է լինեն տրամաբանական, պետք է ունենան սոցիալական նաեւ բաղադրիչ, ի վերջո շատ կարեւոր է նաեւ այդ հարկահավաքման մեջ կարեւոր է նաեւ այդ համերաշխության սկզբունքը եւ աշխարհի գրեթե բոլոր երկրները նաեւ զարգացած երկրները, որոնք բարձր սոցիալական կենսամակարդակ են ապահովել, այդտեղ նաեւ դրված այդ պրոգրեսիվության սկզբունքը, այսինքն ասում են մի բան, անում են ճիշտ հակառակը, բա լրացուցիչ հարկեր հավաքելու համար, այո, պետք է գործի նախ եւ առաջ շատից շատ քիչից քիչ սկզբունքը, հիմա աշխատող աղքատին, որ աշխատում եւ աղքատ է, եթե դու իրեն նորից հարկում ես այն չափով, ինչ չափով բարձր եկամուտ ունեցողին, բայց այստեղ առաջանում է օբյեկտիվ դժգոհություն նաև հանրության մոտ,
այո, հանրային բարիկներ ստեղծելու համար բարձր եկամուտ ունեցողները հարաբերականորեն ավելի շատ մասանուն պետք է անեն։ Եվ սա բնական է, սա դրական փորձով է աշխարհի եւ նաեւ տրամաբանական է։ Դրա հակառակն է անբնական, անտրամաբանական, հակասոցիալական։ Հիմա եթե դու ասում ես ուզում եմ փոքր բիզնեսը, միկրոբիզնեսը հավասար մրցակցի, հավասար հարկային դաշտ ստեղծեմ, հավասար մրցակցի խոշորի եւ գերխոշորի հետ, այստեղ դու պարզ, եթե թարգմանենք, ասում ես ես ուզում եմ վերացնեմ փոքր միջին բիզնեսը։ Իսկ դրանով ինչ ես ասում։ Դրանով ասում ես, որ բազմահազար, տասնյակ հազարավոր քաղաքացիներ պետք է կորցնեն իրենց միակ եկամուտը, միակ եկամուտի աղբյուրը եւ աշխատողից դառնան նպաստառու կամ Հայաստանում ապրող արարողից դառնան աշխատանքային միգրանտ եւ լքեն իրենց բնորանը աշխատանք գտնելու, ապրելու այլ երկրում։ Սա չի կարող որևէ կերպ քողարկվել, այսպես ասֆալտ փռելու եւ ասֆալտ փռելը ցույց տալու քարոզչությամբ, որտեղ իրականում մարդիկ այդ ամեն ինչը շատ լավ տեսնում են եւ վերջին հաշվով պետական ծախսերի արդյունավետության հարցը։ Հիմա հարկը քերթում սնանկացնում կեղեքում ես փոքր բիզնեսին, միկրոբիզնեսին, աշխատող աղքատին, ուրեմն թոշակի հույսով ապրող մեր տատիկներին ու պապիկներին, այս դեպքում էլ գույքահարկով, այդ գումարները հետո ո՞նց եք ծախսում, մեծ հարց է։ Ինչու է աճում մեկ անձից գնումները մեր երկրում։ Ինչու են աճում մեկ անձից գնումները։ Եվ ինչ է պարզվում, որ այդ մեկ անձը, որից միլիարդավոր դրամի գնումներ է կանում, հանկարծ ձեր շրջապատից են։ Հանկարծ ձեր շրջապատի նորելուկ օլիգարխներն են, որոնք մինչև ձեր պաշտոն ստանալը իրենք տևական երկարաժամկետ գործազուրկներ էին եւ իրենց վաստակը նույնիսկ չէր բավականացնի, ասենք իրենց մեկ անձի նվազագույն ծախսերը հոգալու համար, իսկ իրենք արդեն օլիգարխներ են եւ ինչի հաշվին այդ վճարած հարկերից գերշահույթներ ստանալու հաշվին եւ այո ասֆալտ փռելը ամենաձեռնտու զբաղմունքն է դարձել այս իշխանության փռում են ասֆալտ, մարդկանց ասում են տեսեք, ասֆալտ ենք փռում ձեր համար, ասֆալտ են փռում, ինք են դարձնում այդ ասֆալտ փռելը հարկ կեղեքելու համար, դե հարկը պետք է կեղեքենք, որ ասֆալտ փռենք, եւ վերջապես ասֆալտը իրենց հարստացման, այսպես քողարկված պետական միջոցները փոշիացնելու եւ իրենց գրպանները լցնելու գեղեցիկ մտածված կոմբինացիան է։ Ասֆալտով, պայմանական ասֆալտով, նաև պետական այլ գնումներով, եթե նայում ես այդ սխեմաները, որ աշխատում են, այդ գումարները, որ գերշահույթներ են դառնում, գնում լցվում են իրենց գրպանները ի վերջո։ Իսկ Փաշինյանին էլ որ լսում ենք, ասում է, որ Հայաստան խմբակցությանը եւ անձամբ ձեզ ձեռք է տալիս, որ համայնքները մնան ցեխի մեջ, գնաք գրավիլ լցնեք, ընտրվեք։ Դե ես ինչ ասեմ, հիմա ես արդեն ասացի, որ մեր առաջարկը այն մասին է, որ հենց գեր թանկարժեք գույքերը պետք է շատ բարձր հարկվեն, այսինքն բարձ ցանկացած քաղաքացի օրինակները բերեցի, այսօրվա շուկայական գների պայմաններում 200 միլիոն դրամը իրենց կարծիքով այն գեր թանկարժեք գույքն է, որից հետո էլ հարկերը չեն ավելանում պրոգրեսիվ։ Ես ասում եմ ճիշտ հակառակը։ 200 միլիոն դրամից հետո պետք է պրոգրեսիվ թռիչքաձև աճեն հարկերը։ Եվ այո, թանկարժեք, գերթանկարժեք գույքեր ունեցողները, այդ թվում իրանց կողքի օլիգարխներ, իրանց տնից, իրանց պաշտոնի հիմքով օլիգարխ դարձածները, այո, պետք է վճարեն շատ հարկ իրենց գերթանկարժեք գույքից։ Պարզ բան ենք ասում ենք 600,000 դրամ տատիկն ու պապիկը, որոնք ապրում են իրենց թոշակով, այդ բնակարանում, որտեղ ծնվել, մեծացել են, որտեղ իրենց ամբողջ մանկությունն անցել եւ դա իրենք ոչ թե նոր են ձեռք բերել, որովհետեւ իրենք հիմա նոր գույքեր են, չէ՞, ձեռք բերում բազմաթիվ հնարավորություններով եւ ձևերով, հետո կպարզվի դրանց հիմքերը, բայց
նաև այդ տատիկն ու պապիկը պետք է կարողանան, այսինքն լավ, հիմա դու հարկային քաղաքականությունով մարդուն ստիպում ես մարդ, որը աշխատել է երկրի համար, ստանում է թոշակ։ Դու վճարում ես թոշակ, որը այդ մարդուն, այդ թոշակով ապրում է ինքը առանցնել աղքատ։ Թոշակ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Առավոտը վեր ես կենում, ասում ես ես քո գույքը հարկը անգամ 10։ Կբերես կվճարես 600,000 տարեկան։ Հիմա ասում եմ, չեմ կարողանում, ասում եմ գույքդ վաճառի։ Լավ։ Հիմա ինչ աշխատանք չեմ կարող գտնեմ, թող գնա մեր երկրից։ Նույն բանն է։ Նույն մոտեցումն է։ Հիմա սա էլ որ փորձեն ինչքան էլ արդեն հնել են նորերը, ասֆալտը, բան, աշխատող աղքատի հարկը չես նվազեցնում ես միլիոնավոր դրամ բարձր եկամուտ ունեցողի հարկը շեշտակի նվազեցնում ես։ Աշխատող աղքատին, բայց հետո ասում ես ծրագրումը, ասում ես ես պետք է խթանեմ նպաստից դեպի աշխատանք։ Փոքր միկրո բիզնեսի հարկը կրկնապատկում ես, ասում ես պետք է խթանեմ նպաստից դեպի աշխատանք։ Հակառակն է քո վարքագիծը։ Բազմահազար մեր քաղաքացիներ այսօր փոքր ու միջին բիզնեսով զբաղվող բողոքում են ամենուր։ Մի մասը կառավարության շենքի առջև, մի մասը իր խանութում կրպակում, մյուսում։ Եվ բողոքում են այն մասին, որ այսպես շարունակվելու պարագայում կորցնելու են միակ եկամուտը։ Հիմա ինչ է ստացվում։ Ասենք 30-40 հազար տնտեսվարող սուբյեկտի համար պայման է ստեղծում, որ փակի իր բիզնեսը։ Դա ինչ է նշանակում։ Պարզ բան, որ կորցնի սեփական քրտինքով աշխատելու հնարավորությունը եկամուտը եւ որ պետք է գնա կամ պետք է արտագաղթի կամ պետք է թակի սոցիալական ծառայության դուռը նպաստ ստանալու համար։ Դուք իրականում սա եք անում։ Ախր շատ պարզ է դա։ Շատ պարզ։ Մնացածը դե արդեն այդ մանիպուլյացիաները, չգիտեմ, այդ հուզական վիճակ, դերասանություն, կապիկություն եւ այլն, դա արդեն հատուկ մասնագիտություն, հատուկ երևի պատրաստվածություն պիտի անցնես, որ նախ կարողանաս անես, հետո նույնիսկ հասկանաս։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ ինքը կախարդական փայտիկ ունի, որը կլուծի բոլոր խնդիրները։ Այսօր ասում է երկնքից մանանա չի թափվելու, հարկերը կավելացնենք, տուրքերը կբարձրացնենք, կսարքենք։ Ստացվում է այդ կախարդական փայտիկը ժողովրդի գրպանն էր։ Կա մի ճանապարհ, որտեղ Փաշինյանը կզարգացնի համայնքները, բայց ոչ ժողովրդի գրպանի հաշվին։ Դե հա, այդ էր ասում, ինչ էր ասում էր բերելու են երջանկություն, ուրախություն, քանի տուն է բերել երջանկություն, եթե հանենք իրանց հարազատ բարեկամների եւ իրանց տները։ Ոչ մի։ Քանի, այսպես ասում էր, կրկնակի կկրճատեմ աղքատությունը։ Դա աղքատությունը իր օրոք մի տևական շրջան էապես բարձրացավ, հիմա գրեթե նույնն է, ինչ երբ որ եկել էր իշխանության։ Բայց այս ընթացքում ինքն ասում է, մեր տնտեսությունը շեշտակի աճել է, մեր պետական բյուջեն կրկնապատկվել, եռապատկվել է։ Բա ինչի աղքատությունը չի նվազում, քո ասած կրկնակի չափով։ Ասում էր կվերացնեմ ծայրահեղ աղքատությունը։ Ծայրահեղ աղքատությունը չի վերացել։ Աճում է, գյուղական բնակավայրերում նույնիսկ աճում է։ Ասում էր արտագաղթը կկանխեմ, հազարավոր հայրենակիցներ սպասում են տոմսները ձեռքը, որ հենց ես ընտրվեմ վարչապետ եւ նստեմ այդ աթոռին, կգան այսպես մեծ հոսքերով ու ինտենսիվ կվերադառնան Հայաստան։ Բա ինչի արտագաղթն աճում մեր երկրից։ Գա արցախցիներին նկատի ուներ հազարավոր հայրենակիցներ ասել։ Եվ ինքը նաև ասում էր, որ քննելիության մակարդակը մարդիկ լավ կապրեն եւ այլ ծրագրեր կանենք, ժողովրդագրական ռազմավարություն էին խոստանում, հիմա թող վերցնեն նայեն իրենց օրոք ծնելիությունը աճում է թե նվազում։ Մահացության ցուցանիշն է աճում եւ ժողովրդագրական իրավիճակի մնացած բնութագրիչները բոլորը գնալով ավելի վատանում են եւ ծերացման ցուցանիշը եւ այլն։ Հիմա ինչ, այսինքն խոստումների մասով դե լավ, հիմա ինչ էր ասում, վերցրեք նաեւ մեր անվտանգության մասով։ Ինչի ասում էր, որ
ինչ ուզի հակառակորդը մի քիչ ձևը գտնելու եմ, մի քիչ ուշ, մի քիչ շուտ անընդհատ զիջելով գնալու եմ, հա, ասում էր վերցրեք իր ծրագիրը, իրանց նաև քաղաքական ուժի, որը հաստատվել է ընտրություններից հետո, այնտեղ կարդացեք գլուխ առ գլուխ։ Եթե գտնեք միտեղ մի հա գուցե մի փոքրիկ կետ, ենթակետ ինչ-որ ձևով կատարվել է, բայց ընդհանուր առմամբ այդ ծրագիրը տոտալ ձախողված է։ Այսինքն անվտանգությունից մինչև սոցիալական ոլորտ, կրթությունից մինչև հանրային կյանքի որևէ ոլորտ կրակում էին ներդրումների վրա Հայաստանի Հանրապետության։ Հիմա այդ ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում մեր տան մեջ մենք իրականացրել էինք ներդրում օտարերկրյա կապիտալով։ Միացյալ Նահանգների դրոշներ այդտեղ դրած, մարդիկ աշխատում էին եւ ստեղծում էին արժեք եւ լայվ աշխատատեղեր։ Հակառակորդը կրակեց բառից բուն իմաստով, վիրավորեց աշխատողներին, կրակեց, չկարողացանք ներդրումը մեր սահմանամերձ համայնքում, որը մերն է, մեր տունն է, պաշտպանենք, երասխից տեղափոխեցին, չգիտեմ Արարատ, անցած օրը գնացել են, ասում են, տեսեք, սկսել է արտադրանք թողարկել այս ձեռնարկությունը։ Լավ, այսինքն հիմա այդ մեսիջը գնացել է, չէ՞, համաշխարհային նաև հանրությանը եւ այլն։ Հիմա եթե այս է իրավիճակը եւ անընդհատ որևէ մեկը, նույնիսկ դու եւ քո քաղաքական թիմը չգիտի վաղը քեզանից ինչ է ուզելու հակառակորդը եւ դա դու ոնց ես փաթեթավորելու իրեն զիջես ու նվիրես, այդպիսի վիճակում այդ անվտանգային աճող սպառնալիքների իրավիճակում որևէ տնտեսական զարգացում եւ կայուն աճ եւ կայուն բարեկեցություն ուղղակի հակացուցված է եւ անհնար որևէ թեորեմով, որևէ տեսական դպրոցի տեսանկյունից, որևէ տրամաբանությամբ, այստեղ բարդ գիտելիքներ պետք չեն, շատ ակնհայտ մի բան է։ Դրա համար մեր երկրից կապիտալը փախնում է։ Եվ հիմա այս իրավիճակում ոնց հարկ հավաքեն, որ էլի ասֆալտ անեն, էլի հարստանան, կեղեքելով, հարկային տերորի գործադրումներով, ինչ ուզում անում ենք, լավ ենք անում, հետո դրանից հետո այդ կեղեքողին, որպեսզի ինչ-որ ձևով սիրաշահեն, վաղը մյուս օրը դե ի վերջո նաև ընտրություններ կան, կան, այդ դեպքում էլ բան հերոս են հռչակում, ընտրություններին ավելի մոտ կսկսեն նորից սիրաշահել, չգիտեմ ինչ, կեղծավորություններն ու մեկ էլ մյուսները, տեսնենք մինչև երբ ի վերջո կհատի մարդկանց համբերությունը։ Մի փոքր ավելի հետ գնանք, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է լինի արտաքին պարտքի աուդիտ, որովհետև ըստ իրեն այդ ժամանակ արտաքին պարտ տվողները Սերժ Սարգսյանի հետ կոռուպցիայի մեջ էին ու պետք էր աուդիտ արվեր, թե ուր է գնում այդ պարտքը։ Ինքը եկել է, աուդիտ չի արվել, պարտքն էլ շեշտակի ավելացել է, ըստ ձեզ հիմա ուր է գնում այդ արտաքին պարտքը։ Տեսեք, նախ իրավորոք պետական պարտքը, ոչ թե արտաքին, որտեղ մեզ հետաքրքիր չի միայն արտաքին աղբյուրից վեր, պետությունը պարտք է, ինչ կապ ունի դրսին, թե ներսին, այդ իմաստով, իրենք անգամ երկուս արդեն արել են պետական պարտքը։ Լավ, հիմա երբ ենք անկախացել, 91 թվականին, երբ է եկել իշխանության, 18 թվին 2000, այսինքն տեսեք, այդ ամբողջ ժամանակահատվածում ունեցել ենք 6-7 միլիարդ դոլարի պարտք պետական, հիմա 13 միլիարդ ավել անցել է, պարտքով են պարում այս երկիրը, և մենք հիմա գիտեք ինչի պարտքային ճգնաժամի մեջ չենք, մի պարզ պատճառով, որովհետև 2022-23 թվականներին, նաև իներցիայով 24 թվականին, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այդ
տնտեսական միջավայրը, որ փոխվեց դրական իմաստով մեր համար, որպես միջնորդ երկիր, այդ սանկցիաները շրջանցելու եւ այլն, մենք ունեցանք շեշտակի աճ տնտեսական, որը պարտք հնարաբերակցություն ինչ-որ չափով բարելավեց։ Երկրորդը մեր ազգային արժույթը գերարժևորվեց 480-95-ից իջավ դարձավ 380-90։ Իսկ մեր պարտքի մի մեծ բաժինը այդ ժամանակահատվածում եւ մինչեւ հիմա էլ գրեթե կեսը արտաքին պարտն է արտարժույթով։ Այսինքն համախառն ներքին արդյունքը դրամով է, շեշտակի աճեց այդ գործոնով, այդ նույն գործոնով մեր ազգային արժույթը գեր արժևորվեց եւ հարաբերակցությունը դրամով արտահայտված պարտքի եւ հնայի համախառն ներքին արդյունքի բարելավեց։ Բայց հիմա նորից սկսել է հետ գնալ այդ ցուցանիշը, թե չէ մենք հատել էինք արդեն կարմիր գիծը, մի տարի էլ այդպես շարունակվել, մենք հայտնվելու ենք պարտքային ճգնաժամի մեջ։ Հիմա 1 միլիարդ դոլար ուրեմն ավել այս տարի, ասենք նախորդ տարվանից պիտի վճարենք պետական պարտքի սպասարկման համար։ Դա ահռելի գումար է։ Եվ այսպես շարունակվելու պարագայում, երբ որ դու չես կարողանում արդեն ասեցի, ասում եք ինչ են անում։ Անցած տարի հարկային մուտքերը թերակատարել են մոտավորապես 220-30 միլիարդ դրամով։ Այսինքն պետական բյուջեի դեֆիցիտը աճել է։ Որտե՞ղ պիտի ֆինանսավորեն։ Պարտքով։ Հիմա հաջորդը, այսինքն համախառն ներքին արդյունքը այլևս այս տարի նախորդ տարվա համեմատ էապես նվազելու է նույնիսկ իրենց կանխատեսմամբ։ Այսինքն մենք ունեցել ենք 12-13% համախառն ներքին արդյունքի աճ արտաքին գործոնով։ Հիմա գործոնը չկա, թուլացել է, 2.5 անգամ այդ աճը նվազել է։ Հիմա եթե այդ աճը նվազում է, հարկային մուտքերն էլ բնականաբար դրան համարժեք նվազում են, եւ այս իրավիճակում նույնիսկ պարտքը սպասարկելու համար պարտք են վերցնում։ Պարզ, ապիկար եւ այսպես անհեռատես կառավարման, նույնիսկ ընտանիքների հաշվարկով կառավարման պարզ օրինակ, չեն կարողանում արդյունավետ կառավարեն ռեսուրսները ֆինանսական եւ անընդհատ ձեռքները մեկնում են ապագա զարգացման ռեսուրսի, մեր սերունդների համար պարտքային բեռ առաջացնելով իրենց շատ էլ հետաքրքիր է 15 տարի հետո մեր երեխեքը պետք է աշխատեն իրենց այսօրվա վերցրած պարտքը տան եւ վերջապես այդ պարտքը բայ վերջո ասում ենք չէ բայ մեխանիզմը նաեւ սնուցում այդ պարտքով չէ ասֆալտի մեխանիզմը ասում են վատա պարտք ենք վերցրել ասֆալտ ենք արել վատ չի բայց վատը այն է որ դրա մի մասը գրպանել եք պետական գնումների այսպես անարդյունավետ կազմակերպմամբ եւ մեկ անձից գնումներով եւ այլն, հա։ Եվ սա է նաեւ, որ հիմա անում են, այսինքն պարտքը վերցնում, ծախս են անում, մեծ ջանք չեն դնում տնտեսությունը կայուն զարգացնելու վրա, տնտեսությունը կզարգանա, լավ չէ զարգանա, պարտքը կա ու կա, հիմա որ իրանք երեխեքը չեն տանելու վճարեն։ Հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն է վճարելու, նա իրանց ինչ 10 տարի հետո ով մեռնի ով սաղմնա։ Այ դուք եւս անդրադարձաք աղքատությանը, կառավարությունը հայտարարում է իբր պայքարում է աղքատության դեմ, բայց գույքահարկը թանկանում է, տրանսպորտը թանկանում է, իդեպ ոչ միայն Երևանում թանկանում է նաեւ աղբահանությունը։ Ի վերջո ինչի դեմ են իրենք պայքարում։ Իրենք պայքարում են այլակարծության դեմ, ժողովրդավարության դեմ, իրենք պայքարում են բոլոր այն ռիսկերի դեմ, որոնք կարող են սպառնալ իրենց սեփական աթոռը պահելու եւ երկարաձգելու համար։ Իրենք դրա դեմ են պայքարում։ Ինչի համար են պայքարում։ Պայքարում են ամեն գնով, ինչ գին ուզում եք մտածեք, ամեն գնով բարոյական, անբարոյական, չգիտեմ, իրավական, հակաիրավական եւ այլն։ Իրենց սեփական աթոռը պահելու համար։ Այդ է լավ ուրիշ, հիմա գիտեք ինչ են դերել այս տարիներին իրենք ամենալավը գիտեն եւ այսօր այո այդ աթոռը իրենց միակ երաշխիքն է բոլոր իմաստներով
եւ դրա համար ամեն ինչ պատրաստ են։ Հիմա այստեղ բոլոր հարցերը կապված են դրա հետ։ Իրենց բանաձևը մեկն է։ Իրենցից դուրս մեղավոր են բոլորը, իրենց թիվ մեկ նպատակը ամեն գնով սեփական իշխանությունը պահելն է, որը կլուծի իրենց համար եւ էգզիստենցիալ խնդիր, գոյաբանական իրենց խնդիրը եւ նաեւ ամեն ինչը որ կա եւ իրենք պատկերացնում են, սկսում եւ ավարտվում այդ աթոռով եւ իրապես էլ այդպես է իրենց մասով եւ իրենք հիմա դա են անում։ Այո, այն գործոնները, որ նշեցիք, դրանք աղքատություն բերող, աղքատություն ավելացնող գործոններ են։ Արդեն իսկ կա առաջին հանրային ապրանքների գնաճ։ Վարսահարդարի ծառայությունից տրանսպորտը թանկացել է, այդ ծառայությունը թանկացել է օբյեկտիվորեն։ Նա հարկը կրկնապատկել է, ծառայությունը թանկացել է։ Ամեն ինչ, սկսած այդ նաև առևտրի, մարածախ առևտրի ոլորտում մենք նայում ենք, այսինքն հարկի ավելացումը, բերումը, ծախսի ավելացման եւ գները թանկանում են։ Տրանսպորտը թանկացել է, չգիտեմ, աղբանության առաջին հանրության նույնիսկ աղբանության ուրեմն ծառայությունն է թանկացել, բնականաբար որոշակի նաև գնաճ կա եւ դա եւ դրան գումարած 2025-ին գիտեք ինչպես 24-ին աղքատ մարդկանց ոչ թոշակն է ավելացել, ոչ նվազագույն աշխատավարձն է ավելացել, ոչ էլ անապահովության, աղքատության նպաստն է ավելացել։ Եթե քո եկամուտը չի ավելանում, գները աճում են, իսկ այդ գները գնալով էլի աճելու են, որտեղ այդ հարկերը դեռ նոր են սկսել այդ բարձր հարկերը, այսպես բերելու է թանկացման, ծախսերի ավելացման։ Այս նշանակում է, որ քո գնողունակությունը նվազում է, իրական եկամուտը նվազում է։ Այդ նույն 50,000 թոշակով, եթե դու անցած տարի կգնեիր այս զամբյուղը, հիմա այդ զամբյուղից մի քանի ապրանք հանած կգնես։ Եվ քո սոցիալական վիճակը, եթե 50,000-ը նախորդ գների պարագայում քեզ հերիքում էր 15 օր, 20 օր, հիմա հերիքելու է արդեն մի շաբաթ ավելի պակաս, 10 օր, 12 օր եւ բնականը աղքատները դառնալու են ծայրահեղ աղքատ, չափավոր աղքատները աղքատ եւ այսպես շարունակ։ Պարոն Ավետիսյան, այս որոշումը գույքահարկի բարձրացման վերաբերում է բոլորին անխտիր, թե գյուղում ապրողին, թե քաղաքում, թե մայրաքաղաքում, բայց քաղաքացիների կողմից բողոքի նոտա չենք նկատում։ Այսինքն ինչպես օրինակ ՓՄԾ ներկայացուցիչներն են անդադար թեկուզ բողոքի ակցիաներ անում կառավարության դիմաց, այս հարցի շուրջ բողոքի ակցիաներ չկան, ձայն չկա։ Չեն վճարում, մարդիկ չգիտեն, չեն վճարում։ Չգիտեն, այն անցած այն քիչ ժամանակ էլ չեն վճարել ըստ էության, հիմա չեն վճարում, այսինքն երբ որ սկսեն կիրառել վարչարարություն եւ մարդկանց պարտադեն, ուղղակի այդ մարդիկ բարոյական չի էլի այդ մարդկանց իրապես չասելը, որովհետեւ այդ 600,000 այս տարի չվճարեց, մյուս տարի դառնալու է 1.2 միլիոն, այսպես շարունակ եւ մի օր կարող է մի 10 տարի, 5 տարի, 8 տարի հետո պարզվի գույքը պիտի վաճառի, գույքահարկը վճարի եւ թողի գնա, ասենք, չգիտեմ, վարձով ապրի կամ դառնա անտուն։ Այդ բողոքի ձայն չլինել է երևի կառավարությունը ներկայացնում է այնպես, որ միայն Հայաստան խմբակցությանն է ձեռք տալիս, որ չբարձրանա։ Դե հիմա մարդկանց հələ մի հատ թող գնան տեսնեն, թող մի հատ հրապարակեն, ես ուզ ասում եմ, թող հրապարակեն, օրինակ այդ գույքահարկի թանկացումից հետո այդ հավաքագրումը ինչ մակարդակի վրա է, այսինքն գույքահարկ վճարողների որ մասն է եւ ինչ չափով է այդ գույքահարկի պարտավորությունները կոնկրետ անշարժ գույքի մասով կատարել։ Սա է եւ իրականում տեսեք արդեն մարդիկ խճճվել են հարցերի մեջ։ Գիտեք, օրեկան պատիկներով ավել խնդիրներ են առաջացնում, լուծումներ չկան եւ մարդիկ արդեն այդ անորոշություններից, այն որ ասում են նույնիսկ բողոքելու ցանկություն էլ չունեն։ Այդ ընդհանուր ապաթիան բերում է արտագաղթի, բերում է այսպես մարդկանց մոտ համատարած ստրեսային իրավիճակների, անտարբերության եւ այլն, բայց այդպես են պետություն քանդում, դուք գիտեք ոնց են քանդում, այդպես են քանդում սոցիալական խնդիրներ առաջացնելով, անվտանգային խնդիրներ, հանրային կյանքի բոլոր արժեքներին, մեր արժեքներին, ազգային արժեքներին եւ արժանապատվությանը անընդհատ հարվածելով, քարոզելով, որ դու թույլ ես, անպետք ես,
կողքինները ուժեղ են, դու պարտավոր ես այսպես ծնկած ապրել, այլընտրանքը չապրելն է, դու թույլ ես, դու չես կարող պայքարել, դու լավ չես աշխատում, դու հարկերդ չես վճարում, դու այսպես քո ուղեղումը աղքատությունը, մոռացել եք, ուղեղումը աղքատությունը եւ այլն, եւ այսպես են ուրեմն կործանվում պետություններ, կորում ինքնիշխանություններ եւ մարդկային տեսակներ եւ սա հատուկ ծրագիր է, որ իրականացվում է հետևողականորեն եւ ցավոք սրտի միջև հիմա նաեւ այդ ծրագիրը արձանագրում է հետևողականորեն նաեւ իր ակնկալող արդյունքները, իսկ այդ արդյունքները մեր ինքնիշխանության կորուստն է, մեր հայրենիքի աշխարհագրական կորուստներն են տարածքային, մեր ինքնության ազգային արժեքի կորուստներն է եւ ընդհանուր առմամբ նաեւ մեր ապագա զարգացման տեսլականի եւ նաեւ մեր սերունդների կորուստներն են։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։